Ժայռափոր աստիճաններ, որ ոչ մի տեղ չեն տանում։ Սա այլաբանական նշանակություն ունեցող արտահայտություն չէ։ Ովքեր և երբ էին վեր բարձրանում դրանցով, ինչու և ուր էին գնում։ Եվ ով գիտե ինչ են արել այստեղ։ Երբինի վիշապաձև ժայռերն են, տեղացիների պատմելով, հենց այս վիշապն է պահպանում շրջակայքի առեղծվածները։ Գնանք համոզենք վիշապին, թույլ տա բացահայտենք նրանցից մեկը։ Այս վիշապաձև ժայռերում վեր են խոյանում առեղծվածային, հսկայական ժայռափոր աստիճաններ։ Մինչև այժմ չկա հստակ կարծիք, ով, երբ և ինչու է կառուցել աստիճանները։ Մասնագետները դժվարանում են որոշել նույնիսկ դրանց տարիքը։ Կարծես թե գտանք աստիճանները։ Իսկապես որ աստիճաններ են։ Մինչև այստեղ փորված տեղեր կային մարդու կողմից, բայց այդ անցքերը դժվար էր աստիճան անվանելը։ Սա արդեն բացահայտ աստիճան է։ Այ այստեղից է սկսվում և գնալով դառնում ավելի բացահայտ։ Այստեղ գնում է թեքությամբ, հետաքրքիր է, ուր են տանում այս աստիճանները, ուր կհասնեմ, երբ ավարտվեն։ Ահա բարձունքը, կարծում եմ այն շատ նման է զոհասեղանի։ Իսկապես, կարծես բնական պատուանդան լինի, և ով գիտե ինչ են արել այստեղ։ Եթե վերևում կա սեղանը և կա աստիճանները բարձրանալու հասնելու, անպայման որ հասնում ես այդտեղ, անում ես քո աղոթքը, եթե բերում ես նյութական զոհաբերություն, անում ես քո նյութական զոհաբերությունը, դա կլինի ինչ-որ կենդանու զոհաբերություն, դա կլինի, չգիտեմ, հեղուն, ջրի, գինու, կաթի և այլն։
Աստիճանները ժայռակով կառուցվածքով վեր են խոյանում և լռում իրենց նշանակության առեղծվածի մասին, առիթ տալով միայն ենթադրությունների։ Աստիճանների գաղտնիքը բացահայտելու համար պետք է իջնենք ներքև, գետնի տակ։ Դատելով եւ առասպելավանական պատկերացումների համակարգից եւ ընդհանուր տրամաբանությունից ժայռը, լեռը այն տարածքն էր, որտեղ պիտի մտներ մահացող հերոսը վերածնվելու համար։ Իզուր չէ, որ եւ դամբարաններում եւ ժայռափուր կառույցներում հանգուցալին տեղադրում են կծկված վիճակում կողքի վրա պառկած աջ կամ ձախ։ Սաղմնային դիրք էին տալիս հանգուցալին, որպեսզի նորից մյուս աշխարհում նա վերածնվի։ Ձեռակերտը, ասա պատը փորած է, սենց կդրած է, պես աստեղ ծակեր կա, ովքեր կարող էին կառուցել աստիճանների մոտ գտնվող դամբարանը։ Քարի մշակման առանձնահատկությունները, ժայռափուր դամբարանի ուղղվածությունը, ժայռախոռոչի առկայությունը, դամբարանի ներսի մշակման հետքերը խոսում են այն մասին, որ հավանաբար դամբարանը ուրարտական ժամանակաշրջանն է վերաբերել։ Վանի թագավորությունում ժայռն իսկապես մեծ նշանակություն ուներ։ Պատահական չէ, որ նրանք իրենց պատմությունը լեռներին, ժայռերին էին վստահում։ Ժայռում թաղելով ուրարտական միապետները կարծես թե նաև կատարում էին խալդի առաքելությունը։ Այնպիսի մի գաղափար կար, որ ժայռում թաղելով անպայման միապետները վերակենդանանալու են, իսկ գուցե աստվածանալու են եւ նմանվելու են իրենց գերագույն աստված խալդին։ Կարծես առավել մոտ ենք մեր հարցերից մեկի պատասխանին, թե ովքեր էին վեր բարձրանում խորհրդավոր, ոչ միտեղ չտանող աստիճաններով։ Առեղծվածային աստիճանները գտնվում են դամբարանից վեր։ Ըստ մասնագետի դամբարանը պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին։ Կարելի է եզրակացնել, որ առեղծվածային ժայռափուր աստիճաններն էլ են կառուցել Վանի թագավորության բնակիչները։ Արգիշտի խինիլի, Արմավիր։ Քրիստոսից առաջ 776 թվականին Արգիշտին կառուցեց այս քաղաքը և տվեց իր անունը։ Երբեմնի այս բնակավայրը շատ բան է պատմում իր բոլոր տերերի և բնակիչների մասին։ Տպավորություն է, որ ամեն մի քայլ անելիս ասես տեղափոխվում եմ մեկ այլ դարաշրջան։ Այստեղ կան շինություններ շերտ առ շերտ, մեկը մյուսի վրա կառուցած։ Ճիշտ այնպես,
ինչպես յուրաքանչյուր դարաշրջան նախորդի շարունակությունն է, այնպես էլ այս հնավայրի յուրաքանչյուր պատ նախորդ դարաշրջանից պահպանված շինության պատի շարունակությունն է։ Հենց այսպիսին է պատմական երկիր լինելու փաստաթուղթը։ Հենց դա է պատճառը, որ Հայաստանում ամեն մի ծառի, ամեն թփի տակ, բոլոր անկյուններում կարող ես հանդիպել արժեքավոր պատմական նմուշի։ Մեզ այստեղ է բերել ոչ միայն Վանի թագավորության քաղաքը, այլև այն զարմանալի ժայռի բեկորը, որի վրա աստիճաններ կան։ Այս քարի մասին հայտնի էր 20-րդ դարից, սակայն այն մեկ հայտնվում էր, մեկ անհետանում ու մոռացության տրվում, երբեմն էլ տեղափոխվում էր սկզբնական վայրից։ Նրա մասին գիտնականներից բացի քչերը գիտեն։ «96 թվականին վերջապես երկու գյուղերը միացնող Արմավիր եւ Նալբանդյան գյուղերը միացնող Խճուղու եզրի մեծ մի փոսում հսկայական աղբակույտերի միջից կարողացանք այդ ժայռաբեկորը գտնել։ Գտանք բավական աղջատված, սայրերը կոտրված։ Ցավոք պահպանված է միայն մի հին լուսանկար, ուր քարը պատկերված է իր ամբողջական տեսքով։ Իհարկե, նույնիսկ լուսանկարով քարի տեսքի մասին ամբողջական պատկերացում կազմելը դժվար է, բայց պատկերված աստիճանները պարզորոշ երևում են։ Մենք գտել ենք այդ 3 արձանագրությունները կրող քարի ուրեմն վերնամասը, կենտրոնական մասում Աստծո պատկերն է, իսկ նրանից ներքև քարի երկու եզրերին եղել են աստիճանաձև փորվածքներ 8 աստիճանով եւ 11 աստիճանով, եւ քարի դեռ չեղծված լուսանկարներում դրանք փայլուն երևում են, որը խորհրդանշում են ճանապարհ դեպի Աստված։ Հիմա իհարկե դրանցից միայն փոքր հատված է պահպանվել, մյուսները կոտրված են։ Սուրբ քար, աստղային քարտեզ, տեղանքի մակետ, ինչպես ասես չեն անվանել այս քարը։ Տրևերի եզրակացնա, որին ես այդքան էլ բան չեմ, որովհետև այն քարը, որ ինքը տեսել էր, որի վրա հիմնվում էր, նա հիմնվում էր ձեռքով արած նկարների եւ չափագրությունների հիման վրա, լուսանկարների վրա։ Եթե միտեղ ուրեմն մի բարձունքը համարում էր, որ դա ուրեմն բանը կարող է, միջնաբերդը կարող է լինել, իսկ ներքևի այդ մնացածները ուրեմն դաշտավայրի պատկերներն էր։ Այնտեղ երկու հատ խոշոր բան փոսիկներ կան, այդ հասեր, որոնց մեջ բարձանում են բաները, կարողա դա էլ մեկ ուրիշն ասում, կարողա դա էլ մասիսների պատկերն է։ Գուցե ինքնաճիշտ, չեմ կարող ասել։ Թե տեղանքի մակետ լինելը, թե դեմքի գոյությունը քարի եռաչափ պատկերում մենք հավանական ենք գտնում։ Մասնագիտական եզրահանգում չտալով փաստենք, որ եռաչափ պատկերի գոյությունն արդեն իսկ առեղծվածային է, եւ առեղծվածային են եռաչափ աստիճանները, որոնք դարձյալ հայտնի չէ, թե ուր են տանում։ Աստիճանները միացնում են վերին աշխարհը միջին աշխարհի եւ ստորեր կայքի հետ անպայման։ Այդ որտեղ դիեզերքը երամասնության այդ գաղափարը հայկական լեռնաշխարհի ամենաառաջին հնագույն պատկերացումների մեջ
ամբողջ ժամանակ դա երևում է եւ արտահայտվում է։ Աստիճանների ճանապարհի առեղծվածը մեզ հասցրեց ժայռակոպ այլ աստիճանների մոտ, գտնվելու վայրը Արագածոտնի մարզ, Բյուրական։ Քչերը գիտեն Բյուրականի ժայռակոպ աստիճանի մասին։ Պարոն Գևորգյանը այդ քչերից է։ Աստիճանների մոտ վերջին անգամ 30 տարի առաջ է եղել։ Տարիների ընթացքում շատ բան է փոխվել։ Մեծ դժվարությամբ, բայց մեկ է, գտանք աստիճանները։ Փորվածքա, ստեղ էլ հարցեցված է։ Նույն էլ հարցեցված այնտեղ, բայց ոչ այդպես լավ որակի եւ այդպես մեծ չափերով։ Բայց կա, արված է։ Այս ծառը չկար նոր աճել։ Այս ուրինները փոքր են 30 տարի առաջ քարը Դրա համար են կողմից չի երևում։ 7 պետք է 7 աստիճան։ 7-ը սուրբ թիվը համարվում, հիմա ինչքանով է ծեացանի 7 գույնը երևում։ Աստծո 7 զորություն։ Այստո 7 զորություն։ Շաբաթվա 7 օրերը։ Այո, 7։ Ով, երբ եւ ինչու է կառուցել այս աստիճանները։ Հարցերին պատասխաններ գտնելու համար եկանք, բայց նոր հարցադրումներ առաջացան։ Հայաստան քանի որ առաջի երևույթն է այս տիպի էսենս կոնստրուկցիայի, էսենս սրբավայրի, մենք կարծում ենք, որ երկրորդ հազարամյակի, բայց հայկական լեռնաշխարհից մի քիչ արևմուտք ընկած, այսօր որ ասում են կենտրոնական Անատոլիայում, խեթերը ունեն վաղ խետական ժամանակաշրջանի ջրի ափին կառուցված, բայց կառուցված ոչ թե էսենս տաշած, սարքած, հարմարացրած սրբավայր, որտեղ որ թագավորը եւ թագուհին գալիս էին, արարողություններ են անում, զոհաբերություններ էին անում եւ իրանց սրբավայրերն էր։ Իսկ այ Երփինին է, ասեք։ Ես կարծում եմ Երփինին հելենիստական ժամանակ, անտիկ ավելի շուտ ասենք, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, կարող է ես սխալվեմ, չգիտեմ։ Միգուցե գործ ունենք մի հնագույն եւ մոռացված ծեսի հետ։ Ինչպես եւ Երփինում, այստեղ էլ անհայտություն տանող աստիճանների վերին մասում կա հարթակ։ Ես էլ այդ ասում։ Բա իհարկե, սա դուք որ կանգնած եք զոհասեղանն է։ Այստեղ եկեք տեսեք ինչ է այստեղ դրած։ Տեսնում եք, այս փոսիկը եկեք նայեք։ Այս այստեղ կոթողա կանգնացած եղել։ Մենք ենթադրում ենք, որտեղ այսպես փոսերը հենց կոթողների իհարկե։ Այստեղ տեսեք ոնց են մուտքը ընդգծել։ Տեսնում եք մուտքը ոնց են ընդգծել։ Այ այս կողմից էլ ասում թողել, այն կողմից էլ ասում է թողել մուտք։ Դեպի տաճար։ Ամենամեծ հետաքրքրությունը գիտեք ինչու՞մ է։ Նրանն է, որ մենք չգիտենք թե ինչ։ Միգուցե պատասխանը այդքան էլ հեռու չէ, քարի դիրքը եւ հատկապես անվանումը կարող է մեզ օգնել մոտենալ գաղտնիքին։
Այս խորհրդավոր քարը, որի վրա փորված աստիճանները հյուսիսային կողմից բարձրանում, ապա թեքվում են դեպի արևելք, տեղացիները անվանում են Զիզի քար։ Դա մի հին երգ է հիշեցնում. արև արև եկ, Զիզի քարին վեր եկ։ Արևին ճամփատվեք, թողեք նա կա մեզ մոտ, նրա լույսին են կարող, կարմիր արև եկեք, Զիզի քարին վերեք, շողքը կծեց սարերին, քարը տես, բսպղում է ոսկու պես, Զիզի քարը տես, Ինչպես տեսանք, աստիճանները տանում են դեպի արևելք, դեպի արեգակը, լույսը։ Ժամանակները փոխվում են, բայց մարդը մնում է նույնը։ Մարդը ձգտում է հավատալ հարության հրաշքին։ Չէ՞ որ արեգակը ամեն արևամուտին մայր մտնելով մեռնում է, իսկ առավոտյան ժայռի ետևից ծագելով հարություն առնում։ Այսօր մենք եղանք տարբեր վայրերում եւ տարբեր դարաշրջաններում։ Ինչպես տեսանք, ժայռափոր կառույցները չեն ստեղծվել կամ ավարտվել մի ժամանակաշրջանում։ Կյանքի ու մահվան մասին պատասխաններ փնտրող մարդը մշտապես նույնն է։ Բեռնախտերի պատկերացում արևածանոց ժայռերի ետևից, լեռների ետևից եւ մահանում էր լեռների ետևում։ Իսկ լեռը ինքը մահվան ու վերածննդի խորհուրդ ուներ իր մեջ։ Եվ բարձրաստիճան անձն էլ պիտի մտներ ժայռի մեջ արևի նման, որպեսզի նորից վերածնվեր։ Եվ այս գաղափարը բնականաբար պարբերաբար շարունակվել է մեր նախնիների մոտ, դա մեր ավանդազրույցներում կա, մեր էպոսում կա, մեր պատմական ակնարկներում կա, ագրավաքարի մասին, Մասիս լեռան խոռոչների մասին, որտեղ մտնում է Արտավազդը երկու շների հետ միասին։ Ի վերջո մենք կարող ենք անվերջ ենթադրել, թե ուր են տանում այս աստիճանները։ Նրանք ժայռերում վեր խոյանալով ասես պահպանում են իրենց կառուցողների պատմությունը։ Փոշիացել են նրանց կառուցած քաղաքներից ու տաճարներից շատերը, իսկ աստիճանները պահպանվել են դժվարամատչելի այս ժայռերում։ Նրանք ասես անցյալից մեր ժամանակներ լուր հասցնելու ճանապարհը լինեն։ Հիշեցնողն ու պատմողը մեր երկրում նախկինում ապրող մարդու երազանքների մասին։ Բարձրանալ, հասնել արևին, լույսին։